Ուրիշի ընտանիքը սերիալում վերջապես սկսվում է այն փուլի բացահայտումը, որին հեռուստադիտողները սպասում էին երկար ամիսներ։ Բոլոր ստերը, կիսատ խոսքերը, թաքցված ճշմարտությունները կարծես միաժամանակ պայթում են հերոսների կյանքում, եւ ամենածանր հարվածն այս անգամ ստանում է հենց Մագդան։ Հասմիկը, ով վերջին շրջանում ապրում էր խղճի, վախի ու ներսից քանդվելու զգացումով, վերջապես անում է մի քայլ, որը կարող է ամբողջությամբ փոխել բոլորի ճակատագիրը։ Նա այլևս չի դիմանում ճնշմանը, հասկանում է, որ շատ հեռու է գնացել եւ ինչքան էլ փորձի փախչել իր արածներից, ճշմարտությունը միևնույն է դուրս է գալու ջրի երես։ Բայց Հասմիկը ճշմարտությունը չի ասում դեմ առ դեմ, նա ընտրում է ամենացավոտ ճանապարհը՝ ձայնային հաղորդագրությունը։ Դա կարծես նրա վերջին փորձն է միաժամանակ խոստովանելու ու թաքնվելու։ Նա ձայնային հաղորդագրության միջոցով պատմում է Մագդային այն իրականությունը, որի մեջ նա երբեք չէր պատկերացնում, որ ապրում է։ Հասմիկի խոսքերը բառացիորեն փլուզում են Մագդայի աշխարհը։ Նա ասում է, որ Մագդան ամբողջ կյանքում ապրել է ստի մեջ, որ մարդիկ, ում նա ամենաշատն է վստահել, տարիներով թաքցրել են ճշմարտությունը, որ իր կյանքն այն չէ, ինչ ինքն է պատկերացրել։ Հնարավոր է Հասմիկը միանգամից չասի ամբողջ պատմությունը, բայց բավականաչափ ակնարկներ անի, որպեսզի Մագդան հասկանա՝ Լանան պատահական մարդ չէ, իսկ արշակետ, կապն իր ամբողջովին ուրիշ է։ Սա Մագդայի համար դառնում է ամենամեծ հոգեբանական հարվածը, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն գաղտնիքի մասին է, այլ վստահության կործանման։ Նա սկսում է մտածել, իսկ ովքեր են իրականում իր մարդիկ, ովքեր են իրեն սիրել անկեղծ, ովքեր են տարիներով պարզապես որոշել իր փոխարեն, թե ինչ պետք է իմանա։ Մագդայի ամբողջ կյանքը կարծես բաժանվում է երկու մասի՝ մինչ ճշմարտությունը եւ դրանից հետո։ Հենց այդ պատճառով էլ նա որոշում է իրերը հավաքել ու պարզապես հեռանալ տնից։ Սա ոչ թե պարզապես վիրավորված մարդու քայլ է, այլ մարդու, ով այլևս չի հասկանում, թե որտեղ է իր տեղը։ Այդ տունը, որը տարիներ շարունակ իր տունն էր համարվել, հանկարծ դառնում է օտար տարածք։ Ամենացավալին այն է, որ Մագդան իրեն դավաճանված է զգում հենց Արշակի կողմից։ Մարդու կողմից, ում ամենաշատն էր վստահում, եւ այստեղ Արշակը հայտնվում է ամենաբարդ իրավիճակում իր ամբողջ կյանքի ընթացքում։ Նա այլևս ընտրություն չունի, այլևս հնարավոր չէ լռել, այլևս հնարավոր չէ թաքցնել անցյալը։ Հավանաբար հենց այս պահին Արշակը վերջապես խոստովանելու է ճշմարտությունը, որ ինքը Մագդայի եղբայրը չէ, որ նա նրա հորեղբայրն է, իսկ Լանան նրա կենսաբանական մայրը։ Սա լինելու է սերիալի ամենաուժեղ ու ամենածանր տեսարաներից մեկը։ Արշակի համար սա նույնպես հեշտ խոստովանություն չէ։ Նա տարիներով պահել է այդ գաղտնիքը, մտածելով, որ այդպես պաշտպանում է Մագդային։ Հնարավոր է նա իսկապես հավատացել է, որ երեխան ավելի երջանիկ կլինի, եթե չիմանա անցյալի մասին։ Բայց հիմա պարզ է դառնում ամենացավոտ ճշմարտությունը, երբեմն սուտը, նույնիսկ լավ մտադրությամբ ասված, վերջում ավելի մեծ ցավ է պատճառում։ Մագդան ամենայն հավանականությամբ չի կարողանա միանգամից ներել, նա բառացիորեն կկորցնի հողը ոտքերի տակից։ Հնարավոր է հարցնի՝ ինչու են իրեն խաբել, ինչու են զրկել մորից, ինչու ոչ ոք իրեն ճշմարտություն չի ասել։ Եվ այդ հարցերին իհարկե հեշտ պատասխաններ չկան։ Բայց ամենահետաքրքիրը Նորոյի ընտանիքի իրավիճակն է, որն էլ ավելի է ծանրանալու։ Հարևանուհու հարցը, թե երբ են տեղափոխվում, դառնում է շատ կարևոր ակնարկ։ Պարզ է դառնում, որ տան պատմությունն արդեն հասել է այն կետի, որտեղ ընտանիքը կարող է բառացիորեն հայտնվել փողոցում։ Նորոն այդ պահին հավանաբար առաջին անգամ ամբողջությամբ հասկանալու է, թե ինչ է իրականում արել Բաբկենը։ Մինչ այդ դեռ նա չգիտեր, թե ինչն է պատճառը, որ տատը հայտնվել է նման իրավիճակում, բայց ամեն ինչ ակնհայտ է եւ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարելի է պատկերացնել։ Տունը, հիշողությունները, տատիկի ներկայությունը եւ այս ամենը կարող է ընդամենը մեկ վայրկյանում կորել։ Սա Նորոյի համար հերթական հարվածն է։ Նա արդեն պայքարում էր ընտանիքի հարաբերությունների համար, իսկ հիմա հասկանում է, որ նույնիսկ իրենց տանիքն են կորցնում, եւ ամենասարսափելին այն է, որ այս ամենի հիմքում կրկին կանգնած է Բաբկենը։ Սերիալը հիմա հասել է մի կետի, որտեղ հերոսները այլևս չեն կարող փախչել ճշմարտությունից, բոլոր գաղտնիքները հերթով բացահայտվում են եւ յուրաքանչյուր բացահայտում ավելի ծանր է, քան նախորդը։ Առաջիկա սերիաներում սպասվում են ամենաէմոցիոնալ զարգացումները։
Կկարողանա Մագդան ներել Արշակին, կընդունի Լանային որպես մայր, կփրկի նորոն ընտանիքը փողոցում հայտնվելուց և արդյոք Բաբկենի բոլոր ստերը վերջապես կքանդվեն։ Ուրիշի ընտանիքը կրկին ապացուցում է, որ երբ ճշմարտությունը տարիներով փակվում է, այն բացահայտվելու պահին կործանում է ամեն ինչ իր ճանապարհին։